Ստե լինելու է fall ու ստե լինելու է 0.ինչ 8 8 Այսինքն այս տոկոսները ցույց են տալի ինչքան որտեղից կտրենք այդ rise-ի ու fall-ի որտեղից սկսենք չափելը Հա, այսինքն որ կետից հիշում եք, որ երբ որ ազդանշանը դուք ստանում էիք, լինում էր դեպքեր, որ 0-ի կամ VDD-ի մոտերը պուճուրիկ սենց ազդանշանիկներ էին, տենց գլիչեր էին, աղմուկներ էին նստում։ Հիմա այս կտրելը նրան համար է, որ դուք այդ աղմուկներից խուսափեք։ Իսկ որ ասում է C ազդանշանի եւ ելքի հապաղումը։ Հիմա այդ դեպքում դուք ենթադրենք ունեք սենց մի բան։ Ունեք մի հատիկ ազդանշան ձեր ցենա ու ունեք ձեր ելքը, ենթադրենք սենց ինչ-որ մի բան։ Ենթադրենք, հա։ Կարող է սենց Հիմա այս ենթադրենք ուրիշ AB-ից եկածը բանից է փոխվում, այսի երևում է, որ C-ն հենց փոփոխվեց, ելքը փոխվում է։ Հիմա եթե ես ուզում եմ հաշվեմ, թե C-ի փոփոխության ժամանակ ելքում երբ է փոփոխությունը լինում։ Ոնց եմ հաշվելու։ Վերցնելու եմ C-ի VDD կեսը ու AOT-ի VDD կեսը ու AOT-ի VDD կեսը։ Այսինքն այնտեղ V9-ի փոխարեն պրոստը V-ը ենք գրում։ Այո, բայց դա մի հատիկ տարբերություն։ Մեր դեպքում ստե լինում է VC-ի VDD կես, rise-ը 1, ճիշտ է։ այնտեղ fall-ը 2 Ահա, V Էլի rise-ա լինում։ էլի rise-ա լինում, V8-ը VDD կես, տեղ լինում է rise ու 2։ Այսինքն որ rise fall էր գրած, այդ մենակ շրջիչի համար էր։ Այդ ոչ թե մենակ շրջիչի, այլ այն դեպքում, երբ որ եկեք սենց սահմանենք։ Երբ որ մուտքի փոփոխությունը, օրինակ rise-ը կարա ոչ միայն rise-ի բերի, կարա fall-ի բերի։ Այսինքն դուք չպետք է այտենց սահմանափակվեք, որ, չգիտեմ, rise եղավ, դի rise լինի կամ rise եղավ fall լինի։ Կարա երկուսն էլ լինի, կարևորը որ փոփոխությունը, ասենք, rise-ը բերել է մեկ այլ փոփոխության, մեկ այլ rise-ի։ Այդ ձեր սահմանումն է։ Իսկ Ու ընկերերի արդեն այս բանի ազդանշանների պետք է նայեք, rise-ը թե fall։ Այո։ վերևը որ rise-ինը գրել եք, իսկ խա համ վերևը V8, համ ներքևը V8։ Որտեվ էսի rise եմ չափում, իսկ ստե delay եմ չափում։ Հա, լավ, հա։ Rise չափում եմ նույն ազդանշանի վրա, delay-ը երկու ազդանշանների միջև։ Մեկ էլ էս որ երկու ազդանշանների միջև պետքա չափենք, նայում ենք իրար մոտ ժամանակում rise fall-երը, հա, որ հասկանանք որն ենք չափում։ Ամենաճիշտը նայեք սենց, երբ է որ ձեր մուտքային ազդանշանի փոփոխությունը ելքում բերում է փոփոխության։ Այսինքն, եթե C-ում ես տվեցի rise, ելքում ինքը պետք է տա փոփոխություն։ Այդ փոփոխությունը չափում եք։ Այսինքն, եթե տվեցի դարավ rise, թե արդյոք rise կամ fall եղավ, թե չէ։ Դա ըստ ձեր ազդանշանների կերև է։ Հիմա դուք կարաք օրինակ այդ թվերը փոխեք, այն 0.17-ը փոխեք, պուլսը փոխեք, PWL-ը փոխեք ու տենց տարբեր rise fall-եր ընտրեք ձեր համար, սկսեք գրել։ Ծուտ պարապելու համար։ Պարզեր։ Ինչ հարցեր ունեք։
Այստեղ մեկ էլ փականային մակարդակով էդի սիմվոլներով, չէ՞, պետքա սխեման գծենք։ Gate level էլի, այսինքն sense Իսկ անդին level։ մեկ էլ որ գրած է տված է ազդանշաններ 00101, ասում է որ տրանզիստորներն են աշխատում։ Այդ ոնց գրենք, օրինակ գրենք առաջի անդի NMOS, PMOS տենց օքեյ է։ Ոնց որ նայեք, տարբերակները շատ են։ Օրինակ, եթե էսի ձեր A1-ն է, ասենք նշել եք, գրում եք A1-ի օրինակ P1, P2-ը խոսքի։ Եթե ուզում եք Չէ, պետք չի տենց։ ոնց որ նայեք, էդի պարտադիր չի, կարակ տենց է, այսինքն կարակ լրիվ բացեք, այդ դեպքում արդեն սաղ տրանզիստորային մակարդակով է լինում ու արդեն P1, P2 ու տենց P3, P4 բոլոր P-երը unique են։ Հա։ Հիմա եթե ձեր մոտ այս մուտքը օրինակ կպնում է P1 N1-ին, ասում եք A1-ի P1-ն է բաց։ Ու դրա P2-ը ու տենց շարունակ էլի։ Հա։ Անգերերիկ մեկ էլ այդ բանը մետ նորից կասեք, այդ իսկության աղյուսակը ինչ կապ ուներ այդ մուտքային լարումների հետ։ Հիմա դու ունես իսկության աղյուսակ, ասենք 017-ա, չէ՞ տված։ Ահա։ Հիմա եթե 017-ա տված, այս նշանակում որ ըստ իսկության աղյուսակի է սենց։ Այսինքն քո մոտ 000-ի դեպքում 0-յա, կներես 1-ա։ 001-ում 1-ա ու տենց շարունակ, լավ։ Հա։ Հիմա երբ որ դու քո մուտքային ազդանշանները գրում ես, Ահա։ ու դրանց համապատասխան պետքա ստանաս out-ը։ Ահա։ Օրինակ ունես սենց ինչ-որ մի հատիկ մուտք, ես ուղղակի անկապ նկարում եմ, հա։ Սա քո երկրորդ մուտքն է։ Հիմա երբ որ out-ը դու ստանում ես, out-ը տոր էսի ջնջեմ։ Out-ը ստանում ես այս A-ի, B-ի, C-ի հիման վրա։ Հիմա այստեղ քո մոտ ինչ է 000-ա, չէ՞։ Ահա։ Նայում ես 0-0-ի դեպքում մուտքում ելքում ինչ է 1-ա։ Հա, լավ, այսինքն որը 1-ը 1 ենք գծում, որը 0-0 всё, հա։ Նոր կներեք զանգ եկավ անջատվեց, լսում եք ինձ հիմա։ Պարզ է Էրիկ ջան, այսինքն ստե օրինակ ABC 00-ը 1-ա լինում, ստե 110-ը ասենք 0-ա լինում։ Ուստես գծում ես out։ Հա, հա, հա։ Մեծ շոկ է։ Այլ հարցեր։ Երևի չկա։ Շատ լավ։ Եթե այլ հարցեր չկա,